Բարև ձեզ։ Հայաստանում անշարժույթի գները ոչ միայն չեն նվազում, այլ շարունակում են աճել։ Նորակառույցներում գործարքները վերջին մի քանի ամիսներին ավելացել են 2.5 անգամ, իսկ գները բարձրացել 15%-ով։ Շատերի կանխատեսած փուչիկը այդպես էլ չպայթեց։ Ինչի հաշվին է աճում շուկան, արդյոք Երևանում տների գները հասել են Փարիզի գների եւ ինչպես սովորական քաղաքացին պետք է տուն գնի, տուն առնի եկամտահարկի վերադարձի արտոնության վերացումից հետո։ Այս ամենի մասին Civilnet Business տաղավարում կզրուցենք անշարժ գույքի շուկայում գործող Accern Holding ընկերության նախագահ Հակոբ Բաղդասարյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, պարոն Բաղդասարյան։ Եկեք խոսենք ամենակնարկող եւ ամենապարզ հարցերից մեկի մասին, որը թվում է ամենապարզ։ Ժամանակին բոլորն ասում էին, որ ռուս ռելոկանտների հոսքը դա ժամանակավոր է եւ այդ հոսքի ավարտից հետո, երբ վերադառնան նրանք արդեն իրենց երկիր կամ գնան այլ երկրներ, շուկայում այսպես փուչիկներ են առաջացել, որ դրանք սկսեն պայթել եւ մենք կհանդիպենք այսպես սնանկացումների եւ ճգնաժամային իրավիճակների։ Բայց տեսնում ենք, որ շուկան շարունակում է աճել։ Կբացատրեք պարզ մարդկային լեզվով ինչի հաշվին են բնակարանի գներն աճում։ Շնորհակալություն։ Ձեր նախանշած առաջի տարբերակը ինչ էին ասում նախկինում, ասենք ինքը չի հակասում ներկա վիճակին, որտեղ ռուս-ուկրաինական պատերազմը ավարտված չի եւ ավելին ինքը կարծես նոր վտանգներ, նոր թափ հավաքելու նշաններ է հայտ գալիս։ Իսկ ռելոկանտների հոսունությունը շարունակվում է գալիս եւ գնում են։ Ներկա պահին, որովհետեւ պատկերացնեք նույն հայ-վրացական սահմանին ըստ լրատվական տեղեկատվական ինֆորմացիաների ասենք մասով մոտ 20000 մուտք օրվա կտրվածքով չհաշված կիլոմետրանոց հերթերը եւ համատության համար մեկին մեկ ինքը նմանվում է 22 թվականի փետրվարյան հոսքին։ Այսինքն ինքը այդ խնդիրը կարգավորված չի եւ այս պայդրությամբ Ռուսաստանի հետ կապված նոր իրավիճակը կարծես ոնց որ պատերազմը նոր սկսված լինի։ Դա մեկ։ Ռուսաստանի երկրորդ կարևոր մասերից մեկը բավականին անվստահություն կա խնայողական միջոցների Ռուսաստանում պահվող խնայողական միջոցների պահպանման հետ կապված եւ դեֆոլտի, սառեցման, այսինքն այդ մտահոգությունները քանի գնում ավելի խորանում է, դա կարող ենք մենք ֆիքսել միայն ելք եղող գումարների, բանկերից ելք եղող գումարների ծավալների աճով, նույն ձևով։ Այդ գումարները եթե ելք է լինում բանկերից, բնականաբար դրա որոշ մասը իհարկե հայտնվում է նաև Հայաստանի Հանրապետությունում, որտեղ Հայաստանի Հանրապետության բնակչության թվին համարժեք մենք բնակչություն ունենք նաև Ռուսաստանի Դաշնությունում։ Հայերի մասով նկատի ունեք։ Այո, առաջերտին հայերի մասով, որտեղ ռուսների մասով հիմնական իր ազդեցությունը թողնում է նախ վարձակալական բիզնեսի վրա, իսկ վարձակալությունը, երբ որ ինքը ակտիվանում է, բարձրանում է կամ թանկանում է, ինքը բնականաբար ճնշում է գործադրում եւ իմաստավորում գույքի բիզնեսով զբաղվողների հետ կապված աճին, ձեռքբերման իմաստավորում է արդեն էլի։ Այսինքն շինարարության շուկան եւս իր հետ տանում է, որովհետեւ վարձակալությունը ինքը հաշվեք վերջնական product ինքը սպառման ինքը, ասենք, միավոր է դիտարկվում, այսինքն երբ որ նույն կարգի բնակարան ինքը գինը թանկանում է, ինքը ավտոմատ ճնշում է գործադրում եւ չի կարող դա ազդեցություն ունենա արդեն կառուցվող կամ վաճառվող գույքի վրա։ Պարոն Բաղդասարյան, 2022 թվականի փետրվարից հետո իսկապես առաջին ճնշումը վարձակալական շուկայի վրա էր, որովհետեւ վարձերը ներկայացել են, այո։ Բայց այն ժամանակ տան գները այդքան կտրուկ չաճեցին, բնակարանների գները այդքան կտրուկ չաճեցին, իսկապես առաջինը ուրեմն արտահայտվեց վարձակալական շուկայում։ Հիմա ինչպիսի իրավիճակ է, այն իմաստով որ մեր ունեցած տվյալներով հիմա նաև նկատվում են այդ թվում նաև ռուսաստանցի, ոչ միայն ռուսաստանցիների նկատվում կարող են ազգությամբ հայ ռուսաստանցիներ լինել, նաև հենց ռուսների ազգությամբ ռուսաստանցիների այսպես ասած, հոսք եւ իրենք եւս բնակարան են ձեռք բերում այստեղ եւ ոչ թե մտնում են վարձակալական շուկա։ Կա նման տենդենս թե չկա։ Այո, նման տենդենս կա եւ ոչ միայն նաեւ բիզնեսի առումով, նաեւ մնացած ճյուղերի առումով, որովհետեւ կարծես մի քիչ երկարեց այդ պատերազմը, ասենք արդեն 5-րդ տարին է ոլորել եւ բնականաբար նույն ռուս քաղաքացիություն ունեցող ասենք մարդկանց համար նույնպես պահեստային, այսպես ասած, երկիր ինքը կարող է Հայաստանը նույնպես հանդիսանալ, թեկուզ հիմնական կամ ժամանակավորապես բնակվելու կամ բիզնես գործունեությունը ծավալելու հետ կապված, որովհետեւ երկարեց ինքը
պատերազմը։ Օրինակ ձեր ընկերության վաճառքներում այս վերջի ամիսներին զգացել եք փոփոխություններ, էական աճ, տարբերություն։ Բնականաբար ես կարող եմ հաստատել մեր ընկերության նաև տվյալները չեմ կարող հերքել նույն տվյալները, այսինքն 15% անազգնի թանկացումը եւ գործարքների աճը չեմ կարող հերքել, բայց հաշվի առնենք բացի Ռուսաստանի ֆակտորից գոյություն ունի նաև այլ ֆակտորներ։ Խնդրեմ։ Իրանի ֆակտորը Իրանի ֆակտորը։ Իհարկե, Իրանի ֆակտորը անհանգիստ վիճակ Իրանի նույն վերցրեք իրենց արժույթի արժեզրկումը։ Ասենք սարսափելի չափերի հասել եւ ասենք լրացուցիչ վալյուտային ռեսուրս պահելու, ունենալու բիզնես, ալտերնատիվ բիզնես աղբյուրներ ունենալու հետ կապված Հայաստանը ամենաէֆեկտիվ երկրներից մեկն է հանդիսանում Իրանի քաղաքացիների համար, որովհետեւ այստեղ կարողանան եւ բիզնես ծավալել եւ այսինքն այնտեղից էլ հոս կա։ Այնտեղ հիմնականում բիզնես ոլորտի մասով ակտիվություն կա, բիզնես ոլորտի մասով կա, որտեղ կապիտալի հոս կա, այսպես ասած։ Կապիտալի, չնայած այնտեղ ֆինանսների հետ կապված ելքային մասը բավականին ծանր է, քան Ռուսաստանում։ Ռուսաստանը հետսովետական պետություն է հանդիսանում, հիմնական մայր հետսովետական երկիր հանդիսանում, որտեղ մեխանիզմները, գումարները հանելու միշտ պահպանվում են տարբեր միջոցներով, էլի, տարբեր միջոցներով պահպանվում է կոռուպցիոն բնույթի, մյուս բնույթի, այսինքն տարբեր մեխանիզմներով կարողանում են այդ խնդիրները կարգավորել։ Իրանում մի քիչ ավելի բարդ է այդ առումով։ Իսկ այլ գործոններ կան։ Այլ գործոններ կան, ասենք, այլ գործոններ ավիացիոն փոխադրումների էկանում ենթադրենք ճյուղերի արկայությունը, որը առաջ չկար։ Տուրիզմի հոսքի նկատի ունեք։ Առաջերտին ավիացիան, այսինքն տրանսպորտը, կապը, երբ որ տրանսպորտը մատչելի գներով հնարավոր է $20, $50 ուղևորություն կատարել Հայաստան, Եվրոպա, մյուս, այնքը արդեն հետաքրքրության դաշտ է դառնում նաև եվրոպական երկրների հետ կապված, որպես Հայաստանը ալտերնատիվ երկիր, որտեղ կարելի է այցելել, կարելի է ընդհանրեն կարճ ժամանակ արձակուրդ անցկացնել, հանգիստ անցկացնել, հաշվի առնելով նաև որ ընդհանրենք նույն շատ որակյալ ինքը սնունդ ունի համեմատական կարգով աշխարհի, ասենք այդ մասով եւ ինքը հանդիսանում է հետաքրքիր երկրներից մեկը, տարբերակներից մեկը։ Դա էլ իր հերթին աշխատում է վարչակալական շուկայի վրա։ Բնականաբար, դա իր ասեմ, եւ հետո վերջին ժամանակներս նաեւ հաշվի առնենք, որ նաեւ շփումները Եվրոպայի հետ, Միացյալ Նահանգների հետ, մյուս ասենք, այդ մարդիկ այդ շատ մեծ ազդեցություն է տալու մարդկանց վրա, երբ որ Հայաստանը շոշափվում է որպես պետություն, քննարկելու, հանդիպելու, այցելելու պետական քաղաքական գործիչների այցը կամ այստեղ կամ մեր գործիչների պետական այրերի այցը դրսում, ասենք, ինքը տալիս է որոշակի շարքային քաղաքացիների մոտ վստահություն, որ ինքը դա դիտարկվում է ինքը իր մեջ ծրագրավորում է արդեն որ կարելի է այցելել եւ այլն եւ այլն։ Երկրի տեսանելիությունը բարձրանում է, այդ նաեւ տուրիստական գրավչությունը։ Պարոն Բաղդասարյան, երբ որ 2022 թվականի փետրվարին սկսվեց այդ հոսքը Հայաստան, դուք այդ հոսքի ֆոնին ասում եք, որ շատերը մտան այսպես կառուցապատման եւ բնակարանաշինության շուկա մտածելով, որ այս գործոնը մշտեն ջենական է եւ կարելի է այնտեղ մեծ գումարներ աշխատել եւ զգուշացնում եք, որ բացասական հետևանքների մասին եք դուք զգուշացնում եւ ասում եք, որ կարող են լինել ընդհանուր սնանկացումներ, մարդիկ կարող են տուժել եւ այլ։ Նման դեպքեր եղան հանուն արդարության, մարդիկ իսկապես տուժեցին, բազմաթիվ ռեպորտաժներ էին լինում դրանց վերաբերյալ, թե ամբարախիղճ կառուցապատողները իրենց ինչպես էին պահում։ Հիմա երբ կրկին ակտիվանում է շուկան, հա, դուք էլի տեսնում եք այդ փուչիկների ձևավորման ռիսկեր, էլի տեսնում եք, որ էլի անփորձ փող ունեցող մարդիկ փորձեն մտնել այդ շուկա բխտոր ջրերում ձուկ բռնելու համար։ Ներկա պահին շուկա մուտք գործելու հետ կապված կառուցապատման ոլորտի բիզնեսմենը, գործարարը փորձում է նոր դաշտ իր համար շուկա մտնելու, նոր լրացուցիչ բարդություններ են հայտ եկել, օրինակ, խոսքի օրինակ մոտ մի 15-20 հազար քառակուսի մետր ծավալ ունեցող շենք կառուցապատում իրականացնելու համար միայն նախնական ծախսերը բացի հողի արժեքը ինքը կարող է մոտ մինչև $3 միլիոն կարգի ասենք ծախս հասնել կապված թույլատրությունների, որտեվ Խոսքի Երևանի մասին, այո, առաջի, երկրորդ, երրորդ ընդհանրենք են մի քիչ թանկ գոտիներ, էլի, բայց դրա պրոպորցիոնալ, եթե մենք 1-2 գոտի դիտարկում ենք, նույն խնդիրը կա նաև մյուս գոտիներում։ Մյուս գոտիներում համարժեքը 3 միլիոնը կարող է լինի 1 միլիոն, միլիոն ու կես, բայց ինքը ոչինչ չի փոխում, որտեղ ընդեղ էլ վաճառքի գներն է ցածր։ Մարժան ցածր։ Այո, մարժան է ցածր, վաճառքի գներն է ցածր, չնայած շինարարությունը նույն արժեքն է տարբեր մանավանդ այդ
գոտեք անցավ այդքան ազդեցություն չի թողնում շինարարության արժեքը էլի եւ արդեն այդ եթե 3 միլիոն դոլար նախնական բացի հողի արժեքը ինքը խնդիր կա շինարարության գործ սկսելու հետ կապված արդեն ինքը ծանրացնում է եւ մինչև 1 միլիոն 2 միլիոն դոլար ունեցող մարդկանց ախորժակը փակվում է այդ դաշտ մտնելու հետ կապված ինքը սահմանափակվում է եւ ավելի ֆինանսապես ավելի կայուն մարդիկ են ստիպված նույն դաշտը փորձեն մտնել, ավելի կայուն մարդիկ են դաշտ մտնում։ Բայց դա լավ է թե վատ։ Լավ է, որ մի կողմից սպեկուլյանտներ չեն հայտնում դաշտում, այսպես ասած, ամբողջ քաղաքացիների ռիսկերի համար լավ է, բայց ասենք դա ազդում է վերջնական արդյունքի, եթե քաղաքացին ակնկալում է իր պատկերացրած գներով գույքս բերելու, ինքը պետք է հրաժարվի, արդեն մրցակցության վրա ազդում է։ Ինքը մրցակցության վրա ազդում է գնագոյացման վրա ազդեցությունը թողնում։ Վերջնական արդյունքում իհարկե ես կարծում եմ դժոխ քաղաքացին է, որտեղ ինքը այդ նույն գույքը եթե առաջ կարող էր $1500 առնել, հիմա $2500 պակաս ինքը վիճակի չի այդ 1 քառակուսի մետրի առնելու կամ $3000, այսինքն ինքը կրկնակի մոտ աճ է տալի գնային առումով եւ ուրիշ այլ գործոններ էլ կան դուք դիտարկեք որ նաեւ շատ ապրանքներ առաջի անհրաժեշտության սպառողական ապրանքներ վերցրեք սիգարետը ենթադրենք 2-300% մի 5-6 տարվա մեջ ինքը թանկացում է տեղ ունեցել վերցրեք խմիչքը վերցրեք մյուս ակցիզներով տարբեր ձևերով թանկացում ինչպես է ձևավորվում ակցիզների կերպով թույլատրությունների մյուսի ինքնարժեքը բարձրացում է տեղի ունենում եւ ասենք վերջո քաղաքացին վճարում է եթե առաջ ենթադրենք սիգարետը ինքը առնում էր 300 դրամով ներկայապային այդ մյուս սիգարետը 800 դրամ է այսինքն իսկ եթե ընդհանուր գնային թանկացում է շուկայում գնում ամեն ինչի հետ կապված բնականաբար չի կարող իր ազդեցությունը չթողնել նաեւ անշարժ գույքի ձևավորման վրա որտեղ անշարժ գույքը կարելի է դիտարկել հիմնական կապիտալ եւ ամենաապահով կապիտալներից մեկը բայց որքանով է այդ առումով խելամիտ Երևանում սահմանված օրինակ կամ սահմանվող գներ անշարժ գույքի տարբեր են դրանք իհարկե կարող ենք հանդիպել 400,000-ից եւ 1 քառակուսի մետրի համար 400,000-ից սկսած կամ բարձր մինչև 2.5-3 միլիոն դրամ 1 քառակուսի մետրի համար իհարկե դրանք են էլիտար եւ բազմաթիվ ծառայություններ առաջարկող այսպես առաջարկներ են բայց որքանով է ընդհանրապես խելամիտ այդ վարիացիաները եւ այդ գները ինքը ռիսկեր ունի այդ ցածր գները, որտեղ այսօր նույնիսկ 3-4 գոտիներում կառուցապատումը, եթե մի քիչ էլ ոչ պրոֆեսիոնալ նախագիծ արած լինեն, ինքնարժեքը գալիս է մոտ մի արդեն 700,000 դրամ, 600,000 դրամ։ 1 քառակուսի մետրի ինքնարժեքը։ Այո, որտեղ ինքնարժեքը այդ նույն վաճառքով բիզնեսով զբաղվողները իրանք ամբողջական չեն հաշվարկել դա։ Պետք է հաշվարկեն կորուստները, մակերեսները, վերջնական միացումները, ծախսերը, ասենք, եւ շատ տեղեր կան, օրինակ, ուղղակի որ բարձր գին դնի, ընդհանրենք դրանից բարձր ինքը չի վաճառի, բայց քանի որ ֆինանսական կարիքները կա, սկսում են լավատեսությունը, որ շուկան կթանկանա, մնացած սկիզբը կծախեն էժանով, հետո թանկով կոմպենսացնեն, կարգավորեն, այսինքն հույսով է շարժվում առաջ, դնելով լրացուցիչ ռիսկեր այդ պրոյեկտի իրականացման համար։ Եվ հիմնականում կառուցապատողների մեջ կան այդ խնդիրները, որտեղ իրենք NDS-ի ավելացված արժեքի հարկի հաշվարկման խնդիր կա, իսկ եթե ինքը գործունեությունը դադարեցնի, նոր պրոյեկտների տակ չմտնի, ինքը կարող է ասենք իր բոլոր եկամուտները գնա միայն հարկերը, թուրքերը վճարելու եւ ասենք 0 վիճակով կամ մինուս վիճակով կանգնելու փաստի առաջ։ Այսինքն շարունակականության խնդիրներ գոյություն ունի։ Այսինքն դրա համար շատ հաճախ մենք տեսնում որ մի գործը չավարտած մյուսն են սկսում, մյուս պրոյեկտը երբեմն դա ցուցիչ չի նրա, որ այն նախորդ գործը շատ լավ են ավարտել եւ եկամտով են ավարտել։ Դա ավելին հակառակի ցուցիչ կարող է լինել։ Այո, այո, ավելի ինքը ռիսկեր կա, այսինքն դա ֆինանսական հաշվապահական ուղղակի մոտեցում է, որտեղ ալտերնատիվ չի թողնված։ Եվ ավելին ասեմ, վերցրեք նույն ժամկետն ավարտեց 3 տարվա, 2.5 տարվա, եթե շենքը շահգործման չհանձնվեց, ասենք մոտ $1.5 միլիոն կարգի ընդհանրենք երկրորդ երրորդ գոտում տուգանք է դրված միայն ասենք խոսքի օրինակ։ Իհարկե դա դրակոնյան տուգանք է, որտեղ դա ոչ մի տնտեսագիտական կամ ֆինանսական հաշվարկի մեջ չի կարող մտնել, որովհետև ես ձեզ վստահեցնում եմ, նույն շենքը ընդհանրենք ինքը $1.5 միլիոն ասենք, եթե ինքը շահույթ ստանա, ոչ թե եկամուտ, այլ շահույթ, ասենք դա իր մաքսիմալ կետն է, այսինքն չի կարող տուգանքը լինել 100%-անոց։
Աշխարհում չկա նման, որ ընդհանրենք դուք բիզնես գործեցում եք ծավալում, եթե դուք ասենք շեղվեք ձեր գրաֆիկից բանից, դուք 100%-անոց տուգանք վճարեք ձեր ամբողջ ասենք աշխատանքը 5 տարվա զրոյացվի մի քայլով, մեկ տուգանք։ Քաղաքացիներին խորհուրդ տվեք, էլի։ Օրինակ ինչպես կողնորոշվեն, մարդ գումար ունի, ուզում է բնակարան վերցնել, մեծ պրոյեկտում բնակարան վերցնի, երբ որ գրեթե մի թաղամաս են կառուցում, հա, կամ դրա մոտ, թե մեկ այլ պրոյեկտում, որ եւ 1-2 շենք են կառուցում։ Գիտեք, ինձ կողմից գնահատական տալը ճիշտ չի, որտեվ ասենք շահառ կողմ եք դուք հասկանալ կողմնակից ասենք կողմ եմ, որտեվ ասենք ինքը կարա սուբյեկտիվ լինի եւ ասենք խոսքի շեղի մարդկանց իրենց որոշումներ կայացնելու, ինքը կարող եղանակ ստեղծել իմ խոսքը, բայց առհասարակ էլի։ Բայց առհասարակ պետք է նայվի ամեն ինչ, նախ էժան գինը, երբ որ ասենք խոսքի ես ասում եմ այսօր գնագոյացում գոյություն ունի։ Ես նշեցի, որ 2-3 միլիոն դոլար մի հատ նախնական ծախսերն է, դա պետք է ներառեք ինքնարժեքի մեջ, ներառեք հողի արժեքը, ներառեք հարկերը, ներառեք եթե 10,000 քառակուսի մետր խոսքի օրինակ կառուցապատում է, դրա 4,000-ը չի վաճառում, դա իր ացանցիալ մասերն են արդեն շքամուտքն է, այո, մուտքերն են, միջանցքներն են, մյուսներն ներառեք ավելացված արժեքի հարկերը, ներառեք ասենք խոսքի օրինակ դու պետք է գրագետ հաշվարկ լինի եւ փորձառու մասնագետի հետ պետք է հաշվարկ լինի եւ հաճախ այդ գաթակղիչ ընդհանրենք 400,000 դրամով, 450,000 դրամով ես ունեմ բազում օրինակներ, որ այսօր փորձում են փրկել իրանց գույքը թեկուզ կես գնով միսով, ասենք իրավունք իրանց գնման իրավունքը վաճառելու, մենք ուղղակի կատեգորիկ չենք զբաղվում այդ բաներով։ Օրինակ քաղաքացիներ կան, մենք անդադ զանգեր ենք ստանում, որ իրանք փորձում են արդեն 5 տարի եւ 6 տարի, ասենք, գնել են իրավունքով մաչելի գնով այն պայն գայթակղիչ գնով գույք են ձեռք բերել, փորձում են հիմա շենքը կանգնած է, բայց շահգործման հանձնված չի բանկի։ Ու կարա չհանձնվի, որտեղ ես նշեցի, օրինակ նույն տուգանքը նույն կառուցապատողին, եթե ինքը խախտել էր ժամկետները, արդեն իմաստավորված չի, որպեսզի ինքը 1.5 միլիոն դոլար տուգանք վճարի, որպեսզի 1 միլիոն դոլար էլ ավարտվան փող դնի, որպեսզի ինքը բանանի, սնկացում գնա, ասենք 5 միլիոն դոլարով։ Սնկացում է, ինքը ժամանակ պետք է շահի, ինքը ավելավ այդ ռեսուրսը ֆինանսական պահի քաշքշուկներին, դատական, մյուս կամ մի հատ հաջողություն սպասի ինչ-որ մի հատ նոր պրոյեկտ սկսելու, որպեսզի կարողանա մեկով մյուսը ծածկի ընդհանրենք էլի։ Այսինքն ավելի շուտ կգերադասի սննկացման գնալ, քան թե պրոյեկտն ավարտել։ Ներկապային այս օրենսդրական մասը ինքը դրդում է, որ կառուցապատողները, որոնք բիզնեսից մի փոքր գրագետ հաշվարկ չարած, որտեղ իրանք բոլորը գնան սննկացման։ Ինքը որդում է, կարծես հուշի այդ ճանապարհային նշաններ դրած լինի, որ ճիշտ ճանապարհը այն ճանապարհն է, որտեղ ֆինանսապես մյուս տարբերակը շահավետ չի։ Այսինքն մուծել եւ սննկանալ ամբողջ հզորությամբ ավելի ճիշտ է նախապես սննկանալի իմաստ ունի։ Շատ լավ։ Օրինակ եթե կառուցապատողը սկսում է մոտավորապես մի 20,000 քառակուսիանոց պրոյեկտ, հա, կառուցապատում, եթե ինքը փորձառու կառուցապատող է, մաքսիմում մարժան, որ ինքը կարող է ստանալ այդ պրոյեկտից, մաքսիմում եկամուտը որքան կարող է լինել։ Նախ առանձնացնենք, ինքը կարող է փորձառու կառուցապատող լինի, բայց փորձառու բիզնեսմեն չլինի։ Մեր մոտ միշտ հաճախ մարդիկ շփոթում են։ Չէ, ենթադրում ենք, որ ինքը փորձառու կառուցապատող եւ փորձառու բիզնեսմեն է։ Հայաստանը եւ բարեխիղճ է։ Եվ բարեխիղճ է։ Հայաստանյան պայմաններում ես դες հավատացնում եմ, ինքը ասենք խոսքի օրինակ տարեկան կտրվածքով 10%-ից չի գերազանցում ներդրված գումարի մյուս ասենք ծախսերի։ Այսինքն եթե ինքը ներդրել օրինակ չեմ 4 միլիոն դոլար այդ պրոյեկտի մեջ, ինքը տարեկան կտրվածքով միջինացված մի 10%, եթե ամեն ինչ պրոֆեսիոնալ է արած։ Իսկ եթե ավարտում է, վերջացնում է, չգիտեմ, 3 տարվա կտրվածքով կարող եմ 30% եկամուտ ստանալ այդ պրոյեկտից։ Այո, 30%, եթե ինքը ասենք շատ հաջողված պրոֆեսիոնալ է, կարող է մի փոքր ավել ստանա, ասենք էֆեկտիվ մարքեթինգային քայլերի կամ ենթադրենք 1.5 միլիոն դոլար պետք է լինի մաքսիմում իր մարժան, որ ինքը կարող է միշտ թվված է եղել բոլոր կառուցապատողները, որ սարքել իրենց մաքսիմում եկամուտը եղել է կոմերցիոն տարածքները, որը մնացել է իրենց, մնացած ամեն ինչը փակել է միայն ծախսերը։ Դուք տենց կարող եք բոլոր առաջին երկու հարկերը, որ կոմերցիոն տալիս են վարձ։ Դրանից ավել չի եղել դա երբեք։ Այսինքն միշտ ունեցել են, ասենք, գույքեր, որտեղ մնացած ամբողջը իրանք ծախսերն են փակել։ Իհարկե, երբ որ գործը սկսում են, միշտ կառուցապատողները լավատեսորեն են իրենք իրենց հույս տալի, այսինքն դա ոնց որ մի քիչ ավելի վտանգավոր ինքնախապեյության բան է, որ մտածում են կրկնակի կլինի, եռակի կլինի, բայց իրականում ենթադրեն գալիս են վերջում։ Ավելին ասեմ, սկսելուց առաջ ասում են ենթադրենք 10 հատ բնակարան պահում ենք մեզ,
Վերջում հավատացվում եմ նայում ես ոչ մի բնակարան չկա պահած, ասենք բոլորը վաճառել են։ Իսկ դա անես չի ընդհանրենք այդ ցանկությունը կորելա։ Ուղղակի հնարավորություն չկա դա պահելու, պետք է վաճառել։ Շրջանառու միջոցներ էին պետք վաճառել։ Շրջանառու չի, բանկային պարտավորություններ կան, մյուսներ կան, վերցրեք բանկի տոկոսներով, բանով ասենք էլի, եւ բանկերի նույն, ասենք նույն հիպոթեքան, նույն մյուսն է, ինքը բարձրացել է այս պայմանությամբ, ոչ թե իջել է։ Անկախ վերաֆինանսավորումը իջել է, բայց բանկի տոկոսները բարձրացել է։ Երբ շատ հաճախ մարդիկ լսում են Երևանում տների գների այս թանկացումները, տների գների բարձրացումները եւ այլն, առաջին ռեակցիան, անգամ եթե մարդը Փարիզում չի եղել, ասում է, ինչ ուր է հասել Փարիզի գները, հա։ Ընդհանրապես որ դա կարծրատիպ է թե իսկապես Երևանում տան գները իսկապես թանկ են։ Բնակարանների Ես նշեցի գործոններ նույն թույլատրությունների փոքր քաղաքի տարածքի չափի հետ կապված, այսինքն Փարիզը 10 անգամ ավելի մեծ է չափով, Երևանը փոքր է, Երևանը Հայաստանը ընդհանրենք մեծ սփյուռք ունի, որը իրենց կապը պահում է իր ազդող գործոններ են այդ մասով փոքր գոտի մեր կենտրոնը ընդամենը 4-5 հատ փողոց է որ դիտարկենք էլի անուններով տանք ու կարճ քաղաքի մի ծայրից մի ծայր մեքենայով ասենք եթե խցանումներ չլինեն 15 րոպեում կարելի հասնել քաղաքի մի ծայրից մի ծայր որը ֆանտաստիկա է դա չես կարա ոչ Մոսկվայի հետ ոչ Փարիզի հետ բան հետ համատես դրանք ամեն ինչը թույլ է տալի որ երբեք չհամատենք ընդհանրենք Երևանը Փարիզի հետ Երևանը Փարիզի հետ ասենք էլի բնականաբար եւ գնեն էլ այնպես չի Փարիզում ընդհանրենք մոտ 3 անգամ ավելի թանկ է ասենք էլի 2-3 անգամ Երևանի այդ թանկներից կյանքի մակարդակներն են 2-3 թանկներից ասենք հա ուղղակի դա ոնց որ ընդունված բան է ասում Փարիզի գները ճապոնական գները ասենք այդ հասկացում Լավ կարծրատիպ է ավելի շատ տեսեք նաև Հայաստանում օրինակ երբ որ տեսնում ենք մեծ պրոյեկտներ ու բարձր գներ շատերը հարց են տալիս բա ով են հաճախորդները այս մարդկանց էլի ակնհայտորեն առաջին հերթին նկատի ունելով իրենց շրջապատը, որովհետև մարդը որ հարց է տալի շրջապատով է դատում, ասելով որ օրինակ շրջապատում նման կարողությունների տեր մարդիկ չկան։ Եվ առաջին պատասխանը որ գալիս է, ասում են դե Սփյուռքից կգան կվերցնեն այդ տները, դրսի կապիտալն է հիմնականում իրեն շահառուն եւ այլ եւ այլ։ Արդյոք այդպես է թե ոչ Սփյուռքի եւ դրսի կապիտալի գործոնը որքան է ազդում մեր Հայաստանում տների գների վրա եւ իսկապես այդ շեղումը հաճախ զգացվում է, հա, որ պրոյեկտներ կան, որ իրանք հենց ուղղված են դրսի վրա եւ մարդը եթե իր համեստ կարողություններով, եթե ինքը դրսի վրա ուղղված չլիներ, կկարողանար այնտեղ տուն ձեռք բերել, բայց հիմա չի կարողանում։ Դրսի ֆակտորը հիմնական ֆակտորն է, ես նշեցի, ասենք, եթե Ռուսաստանի ֆինանսների մասը հանենք, որը ենթադրենք կարա մոտ 4 միլիարդ դոլարի մուտք լինի, մյուս լինի, դրանք ինչ գումարի մուտք լինում է, դրա կարա մինչև 20%-ը կարա ինքը, ասենք, տեղավորվի անշարժ գույքի մեջ, որտեղ ինքը խոշոր մուտքի, ելքի կամ ձեռքբերման, ասենք, հիմնական աղբյուրներից մեկն է հանդիսանում, ավելի հեշտ ասենք Այսինքն դրսի ֆակտորը առաջինն է եւ ամենամեծն է, Սփյուռքի արկայությունը ամենամեծ նույնպես ֆինանսների մյուս մասով, ասենք, ու Ես հատկապես նկատի ունեմ այն luxury segment-ում։ Միանշանակ դրսի հետ ամեն ինչ փոխկապակցված, երևի տեղաբնակների մասը ինքը կարա մաքսիմում 10%-ի կարգի լինի, էլի։ Այսինքն այդ մարդիկ որ սկսում են նման էլիտար պրոյեկտներ, այսպես ասած, դրանք հիմնական շուկան իրենց դիտարկում են դուրսը։ Սպառում է պահանջարկը տեղակ են լինում, գիտեմ որ պահանջարկը կա, բայց դե մենք ունենք վերլուծությունները որտեղից է ինչ է եւ այլն, բայց ասենք ընդհանուր առմամբ իրանք ակնկալիքները դրսի հետ է կապված։ Իսկ դրսից որ Հայաստանում գնում են տներ, գնում են ապրելու համար, թե գնում են հենց այդ Դուբայի կամ մյուս երկրների տարբերակով, որ որպես ֆինանսական ներդրում կապիտալը պահելու տեղ հաշվի առնելով որ տան գները գնալով բարձրանալու են եւ ինքը օրինակ կարող է վարձակալությունից որոշակի գումարներ ստանալ։ Դա ներդրում է թե ավելի շատ որպես բնակարանը, որտեղ իրենք ապրում են։ Դա ավելի շուտ օրինակ Ռուսաստանում ապրող մեր քաղաքացիների համար դա ընդհանուր դիվերսիֆիկացիա է։ Դա ինքը իրենց ապավագրում են ֆորս մաժոր իրավիճակներից, որտեղ այնտեղ Ռուսաստանում ամեն դեպքում են երկիրն է, որ կարող է 48 ժամվա մեջ իր բոլոր հնարավորությունները կարող արգելանք դրվի, մյուս դրվի, ասենք խոսքի ու ենթադրենք գոնե այս դեպքում ոնց որ պայստային տարբերակ ունի, ենթադրենք Հայաստանում իր գործունեությունը շարունակելու եւ ասենք առաջի հերթին դիվերսիֆիկացիան է, առաջի հերթին Միացյալ Նահանգներից Եվրոպայից գնողները շատ ժամանակ երբ որ հաճախակի այցելություն ունեն, այդ ժամանակացում իրենք ապրում են, մնացած ժամանակներով կարող է վարձով տան, կարող է եւ չտան։ Այսինքն մի քիչ ուրիշ տարբերակով կարող են այնտեղ դիտարկվել։
Եվ ուղղակի տարիքի հետ, երբ որ մարդիկ ֆինանսական հաջողություններ են հասել, փորձում են ավելի իրենց կյանքը հետաքրքրացնել գնալով, գալով, հանդիպելով, ասենք, որտեղ ամեն դեպքում Հայաստանում ջերմությունը կա, ավելի ակտիվ է կյանքը, օրինակ նույն եվրոպական երկրներ կան, որ ժամ 6-ից հետո կյանքը մահացած, ասենք, կարող է փողոցում անգա ռեստորաններում ժամ 8-ին ոնց որ դռները փակեն տուն գնան, որը որ այստեղ 24 ժամ ինքը կարա աշխատի։ Մարդկանց կարա այդ ամեն ինչը դուր գալավի չլինի, դուր գա այդ ամեն ինչը դուր գա եւ դրա համար հաճախակի գնալ գալով նաեւ ինչու՞ չէ, եթե ֆինանսական հնարավորություն ունեն, այնտեղ արդեն իրանք ապահովված են։ Ալտերնատիվ տարբերակ ունենում են այստեղ գույքի ձեռքբերում։ Իսկ որքանով է խելամիտ, օրինակ, այդ թվում Հայաստանի քաղաքացիների համար, եթե իրենք հավելյալ գումար ունեն, ոչ թե ներդնեն այդ գումարը, օրինակ տանեն դնեն բանկերում դեպոզիտ կամ ավանդ, այլ անշարժ գույք ուղղեն, բնակարաններ ձեռք բերեն եւ փորձեն որպես դա դիտարկել բիզնես, հա, որքանով է աշխատում այդ շուկան Հայաստանում, այսինքն որքանով կարելի է այդ շուկայում գումար ներդնել եւ չփոշմանել դրանից։ Նման մոտեցում կա մեր Հայաստանի քաղաքացիների մոտեցում։ Որտեղ ասում են 5-ից 10% է այդ շուկայում։ Նույնիսկ 4-ից, ասեմ, 4-ից 10% է, 4-ից 6%։ Եկամտաբերությունը։ Այո, տարեկան կտրվածքով 4-ից 6% է։ Բայց ունի լրացուցիչ էֆեկտներ։ Ինքը կարող է գնի թանկացում տեղի ունենա եւ այդ 4-6% որ դու հաշվարկես, դառնում է, ասենք, 14%, 26%։ Այսինքն, եթե ինքը առել է $100,000 բնակարանը, դառնա $15,000 դառավ, այդ 15,000-ը կարող եք բաժանել այդ վերցրած 4-6%-ին, հաստատի դու ստացել ես ոչ թե 4-6%, այլ ընդհանուր գույքի արժեքը բարձրացել։ Արդեն գույքի, այսինքն հիմնական էֆեկտ, գույքով էֆեկտային մասը դա է, բայց այնտեղ նույնպես կան, որտեղ այս տարվանից արդեն գույքարկը մաքսիմումը հաշվարկված, մաքսիմում հաշվարկված պետք է այդ ֆակտորը ինքը լուրջ դերատանելու արդեն վարձակալության բիզնեսով զբաղվող մարդկանց համար պետք է հաշվի առնել։ Եթե ասենք ինքը լիարժեք, եթե չկարողանա օգտագործել, ինքը կարող է նույն գույքը կենտրոնում ենթադրենք թանկանոց սեգմենտում, ասենք, գույքա վերցնել, ինքը կարող է 800,000 դրամ, 1 միլիոն դրամ, չգիտեմ, ասենք, սեփական տուն կարող է ձեռք բերես 5 միլիոն դրամ, 6 միլիոն դրամ միայն բանը լինի։ Իր գույքայր կլինի։ Հա, եթե ասենք լայն, այսպես ասած 3-4 հար վերցրել, ասենք, խոսքերով, ինքը իր խնդիրներ ունի արդեն։ Տեսեք, երբ որ եկամտահարկը սկսեց դուրս գալ Երևանից, կառուցապատողները իհարկե դրան պատասխան էին փնտրում եւ պատասխանեցին տարաժամկետ վճարման այս գործիքների զարգացմամբ։ Որքանով այդ գործիքը հիմա գործիքակազմը Հայաստանում զարգացած եւ արդյոք արդեն գովազդներում մենք տեսնում ենք իհարկե, որ չգիտեմ, մինչեւ 5 տարի, 7 տարի մարդիկ կարող են բնակարան վերցնել եւ վճարել կառուցապատողին։ Արդյոք դրանք աշխատող գործիքներ են, շուկան հետաքրքրվում է դրանցով։ Ինքը ահագին մեղմացնում է, այսպես ասած, մեղմացնում է եկամտահարկի դուրս գալը, ահագին հեշտացնում է, մեղմացնում է, որտեղ ասենք, եթե այդ գործիքակազմը չներդրվի, ընդհանրապես կարա ինքը կանգ առնի։ Եվ բնականաբար նույն կառուցապատողը իր ֆինանսների, իր էֆեկտիվ ֆինանսական մուտքերի բարդացման կամ ասենք երկարացման հաշվին ենթադրեն կարողանում է լուծել այսօրվա առաջացած խնդիրները։ Իսկ բանկերի գործին այսպես ասած չի հարվածում, որովհետև դա առանց բանկային տոկոսի տարաժամկետ վճարում է, որ դու գործ ունես կառուցապատողի հետ։ Կարող ենք ասել, որ հարվածում է, բայց բանկերը իրենց մեղքի ամենամեծ բաժինը ունեն այդ առումով։ Թող իրենց ֆինանսական հիպոթեքի տոկոսները մակարդակով դնեն, որ չգնան մարդիկ դրան։ Որովհետև նույն անշարժ գույքի մեջ 14-15%-ով հիպոթեկային վարկ վերցնել, ենթադրենք եկամտահարկի, եթե դու վարկը փակում ես, ինքը կարելի ասել կներեք արդեն ապուշ տոկոս է դա, ասենք խոսքի ինքը անշարժ գույքի մեջ դա չաշխատող մեխանիզմ է դա։ Այսինքն դուք ինչ $100,000 գույքը պետք է ասենք խոսքի մի 10 տարվա մեջ վճարես ասենք $200,000, ասենք ինչի մասին է խոսքը դու։ Այսինքն Եվ վերջին հարցը կա արդյոք ռիսկ, թաքնված ռիսկեր, որ մենք հիմա չենք տեսնում, կամ գործոններ, որոնք կարող են կտրուկ կանգնեցնել շուկայի այս վերելքը։ Մենք այն տարածաշրջանում ենք, որ այդ ռիսկը միշտ կա։ Կա ֆորս մաժորներ, կա Ռուսաստանի հետ կապված իրավիճակի կտրուկ փոփոխություն, որովհետև ելնելով իրանց ֆինանսների մուտքի, ելքի ծավալների, ասենք, մասով ինքը իր ազդեցությունը կարա թողի եւ դա շղթայական ռեակցիա տա մնացած ոլորտների ազդեցությունը։ Իհարկե, ռիսկերը կան միշտ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն Ալերքի համար։
Իմ զրուցակիցը Ակցern Holding-ի նախագահ Հակոբ Բաղդասարյանն էր։ Ցտեսություն, կհանդիպենք։